Գյումրու պետական փողային նվագախմբի համերգը նվիրված է Գեորգի Ձամուկաշվիլու հիշատակին, հարգանքի յուրօրինակ տուրք երաժշտական այս մեծ կոլեկտիվի հիմնադիրին։ 73 թվականին Գեորգի Ձամուկաշվիլին հիմնեց այս նվագախումբը եւ հանդիսացավ դարբնոց Գյումրիի, այսպես ասած, բոլոր դուխավիկների, փողայինների համար։ Հիշելով Գեորգի Ձամուկաշվիլին, ուզում ենք հանրությանը ներկայացնել իր ստեղծագործական գործընթացի մի փոքր հատվածի հետ, ընտրել ենք ավելի հանրությանը ծանոթ եւ արժեքավոր ստեղծագործություններ հայկականներից։ Նվագախումբը նշում է հիմնադիրի 80-ամյակը, ներկայացնելով այն կատարումները, որոնք տարիներ առաջ գործիքավորել էր հենց Գեորգի Ձամուկաշվիլին։ Այսպիսով բեմում միահյուսվում են նրա թողաջառանգությունն ու նվագախմբի նոր սերնդի երաժշտական ոգին։ Կարելի ասել անհիշելի ժամանակներից մենք եւ ընկերներ ենք եղել շատ մոտ ուսանողական տարիներից, նույնիսկ դպրոցական։ Եվ այսօր ասում եք քիչ առաջ ինձ համար դժվար է եւ երբեք չեմ մտածել, որ կարող է իր հիշադակի համար ես խոսել։ Ինքը արժանի է շատ մեծ գովեստների։ Այսօր որ մենք պետք է լսենք Գյումրիի փողային նվագախումբը, հենց այս նվագախումբը ստեղծվել է իր չանքերով։ Նվագախմբի երաժիշտները բոլորը եղել են իրեն ուսանողները։ Ես բախտ եմ ունեցել աշխատել Ձամուկաշվիլու հետ նույն հիմնարկում Պիոներ պալատում մի աննկարագրելի հումորով անձնավորություններ եւ անկախ մեր տարիքային հարաբերությունից ահա որ ընկերասեր էր մեծ սրդիտեր մարդ իմ կարծիքով նրա մասին պետք չի անցյալով խոսել, որովհետեւ նրա թողած աշխատանքը դեռ երկար է ապրելու։ Նվագախումբն այսօր էլ պահպանում է Գեորգի Ձամուկաշվիլու տարիներ առաջ սահմանած բարձր նշաձողը։ Երաժշտական կոլեկտիվն ակտիվ մասնակցում է քաղաքային միջոցառումներին, համերգներին ու մշակութային ծրագրերին, ներկայացնելով Գյումրին ինչպես Հայաստանի տարբեր համայնքներում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Ֆրանսիայում գնացել էին մեր փողային օրկեստրը ֆեստիվալ էին գնացել եւ այդ մեծ գավաթը տվեցին մեր Գյումրի քաղաքի փողային նվագախմբին ստացավ եւ ասին որ պետք է տանք այդ փոքրամարմին դիրիժորին Ձամուկաշվիլում դիտան Ձամուկին բոլոր այդ փողային նվագախմբերը հավաքված պետք է ելույթ ունենային մի ստեղծագործություն պետք է ելույթ ունենային բոլորը միասին այդ փիլոնը բերել են գցել են Ձամուկաշվիլու ուսերին ասել են որ դու պետք է դիրիժորություն անես։ Նոր սերնդի երաժիշտների ներգրավումը վկայում է, որ նվագախումբը շարունակում է ապրել եւ զարգանալ, հավատարիմ մնալով հիմնադիրի սկզբունքներին։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։